Եվ այսպես ընտրություններ վաղ շաբաթում հետևանքները եւ ում կամ ինչի յետևում է թաքնվելու Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հարգելի հեռուստադիտողներ, նախորդին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, ակնհայտ է, որ այս ընտրությունները միջև խորհրդարանական համապետական ընտրությունները կարևորագույն ստուգատես էր թե ընդդիմության համար, թե իշխանությունների համար, որոնք նաև այստեղ իսկապես պետք է անկեղծ լինենք նշենք, որ իրենք բավականին երկար ժամանակ է արդեն նախապատրաստվում են այս ընտրություններին, նաև սա էլ պետք է ընդգծենք, իրենք ըստ երևույթին հետևություններ արել էին Գյումրիում տեղի ունեցած գործընթացներից, եկեք հիմա ավելի մանրամասն վերլուծենք թե իշխանությունների գործողությունները, թե ընդդիմության պահվածքը եւ փորձենք նաև սխալները վերլուծել։ Տեսեք, ինչ արեցին իշխանությունները այս ընտրությունների համատեքստում։ Սույն թվականի դեռևս հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում կայացրեց խոշորացնել վաղարշաբաթ համայնքը։ Վաղարշաբաթին կցեցին Խոյ համայնքը իր հարակից գյուղերով, Խոյի համայնքապետն էլ Արգիշտի Մեխակյանն էր եւ որոշում կայացրեցին, որ հենց Արգիշտի Մեխակյանը պետք է լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն ընտրությունների ժամանակ։ Սա առաջին էր, այսինքն տեսեք, իրենք էլեկտորալ բազիսը վաղարշաբաթում փոխեցին, իօգուտ իրենց փոխեցին ու դա ակնհայտ էր։ Սա առաջինը, երկրորդը, տեսեք, ֆինանսական խրախուսման մեթոդներ եւս կիրառվեցին իշխանությունների կողմից մինչև ընտրությունները եւ այստեղ խոսքը չի գնում այն մասին, որ նախորդ իշխանությունների նման 5-10,000 դրամ էին բաժանում ընտրություններից առաջ, իշխանությունները այլ ճանապարհով են գնում եւ այս ճանապարհի մասին նույն Արգիշտի Մեխակյանը մինչև ընտրությունները հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած մեծ բանավեճի ժամանակ ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի 100 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրերի գումարներ են փոխանցել կառավարության ներկայացուցիչները, այսինքն իրենք փորձում են խրախուսել քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին, որ իրենք ակտիվ մասնակցեն ընտրություններին հօգուտ իշխանությունների։ Սա այսպես, հաջորդը, տեսեք, Արգիշտի Մեխակյանն ինքը անձամբ նաև մի քանի ուղղությամբ աշխատեց։ Առաջինը փորձել տարանջատել վաղարշաբաթում տեղի ունեցող ընտրությունները համապետական քաղաքական օրակարգից, այսինքն ինչ են ասում, Ժորժ ջան, Արցախը մի կողմ, Տրամպի ուղին մի կողմ, Ադրբեջանի հետ բանակցությունները մի կողմ, չգիտեմ, Փաշազադեն մի կողմ, մենք այստեղ ընտրում ենք զավխոզ, մենք այստեղ ընտրում ենք մի մարդու, ով պետք է ձեր առօրյա կենցաղային խնդիրները լուծի եւ եւս մի կարեւոր հանգամանք Արգիշտի Մեխակյանը անում էր գրեթե ամեն ինչ, որպեսզի ցույց տա, որ ինքը կապ չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ընդհանրապես, երբ որ վերլուծում ենք նաեւ Արգիշտի Մեխակյանի գնահատականները կապված քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ վերջին տարիներին, այսինքն ենթակառուցվածքների զարգացում կամ այդ զարգացման բացակայություն, տպավորություններ, որ 7 տարի Արգիշտի Մեխակյանը եղել է ընդդիմություն եւ հիմա ինքը պայքարում նրա համար, որ գա իշխանության եւ ինչ որ բարի դրացական հարաբերություններ հաստատելով քաղաքացիների հետ կարողանա փոփոխություններ ապահովել, այսինքն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ որ Արգիշտի Մեխակյանը ինքն էր թաքցնում, որ ինքը ԿՊ-ից էր ու ինքը կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, ավելին Նիկոլ Փաշինյանը ելնելով իր տոքսիկ քաղաքական կերպարից նույնիսկ չեկավ վաղարշաբաթ եւ այդ ամփոփիչ եզրափակիչ հանրահավաքին չմասնակցեց Սարոն, երբ որ վաղարշաբաթում համերգ էր անում, իմիջիայլոց ավելի շատ մարդ հավաքեց, քան երբ որ ԿՊ-ն էր իրականացնում այդ հանրահավաքը, որին մասնակցում էր նաև Ալեն Սիմոնյանը, սա տեսեք իշխանությունների պահելաձևի ընտրած մարտավարության վերաբերյալ վերջն արդյունքում այս ամենը հանգեցրեց նրան, որ ԿՊ-ն 19 մանդատ ստացավ ընտրություններում, հաղթանակ դաշինքը 12 մանդատ, Մայր Հայաստան դաշինքը ստացավ 2 մանդատ, իսկ հիմա եկեք նաև ընտրությունների մասնակցած անդիմադիր քաղաքական ուժերի պահելաձևը եւ մարտավարությունը փորձենք վերլուծել։ Տեսեք, նախ ընդգծենք հետևյալը, Նիկոլ Փաշինյանը փորձել է նաև այստեղ, այսինքն անդիմադիր դաշտում տրոյական ձիեր ներդնել եւ խոսքը չի վերաբերվում միայն հանրապետություն կուսակցության մասին, որը իդեպ այստեղ եւս մի կարևոր հանգամանք կա, այստեղ Գյումրիի ընտրությունների շարունակությունը տեղի ունեցավ, իրենց ընտրություններում աշխարհակաղակական երանգ էին հաղորդել իրենց նախընտրական քարոզարշավին, այսինքն Էչմիածնի չրանոցներում Պուտինի դեմ պայքար էին տանում, բայց իրենք չկարողացան նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել, ինչպես այսպես կոչված Եվրաքվեն չկարողացավ Գյումրիում անցնել անցողիկ շեմը, սա ուղղակի արձանագրենք։ Երկրորդ կարևոր հանգամանքը անդիմադիր դաշտում ներդրած խաղացողների առումով հետևյալն էր, որ ազատ դեմոկրատները, որոնք եկեք այսպես ձևակերպենք լոյալ էին իշխանություններին, իրենք կարողացան վաղարշաբաթի
վաղաշաբաթի մասշտաբով բավականին զգալի ձայներ տանել ընդդիմություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այստեղ ընդդիմադիր հատվածում իր տրոյական ձիերը ներդնելով եւս որոշակի առումով կարողացավ թեթևացնել իր խնդիրները։ Սա այս մասով։ Հաջորդը, տեսեք, քանիցս նաև մեր տաղավարում մենք այս ամեն ինչի մասին խոսել ենք, վերլուծել ենք իրողությունները, սրա մասին շատ ավելի բաց եւ մանրակրկիտ խոսել էր նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով հետեւյալը, որ անհրաժեշտ է, որ ընդդիմադիր դաշտում լինի մի քանի առաջատար խոշոր բևեռ, որոնք կկարողանան իրենց գործունեությամբ հետաքրքրել քաղաքացիներին, խրախուսել քաղաքացիներին, որ իրենք մասնակցեն ընտրությունների, իրենք կարողանան, այսինքն մենք մի քանի շարժիչ ուժ ունենանք ընդդիմադիր հատվածում, որի յետևից քաղաքացիները կգնան եւ ընտրություններին կմասնակցեն։ Ռոբերտ Քոչարյանի մասով մենք տեսանք, որ հաղթանակ դաշինքը նա իր փայ գործը կատարեց, ավելին տեսեք ինչն էր հետաքրքիր։ Իշխանական քարոզչամեքենան փորձում էր բացասական ներկայացնել Սևակ Խաչատրյանի կապը Ռոբերտ Քոչարյանի հետ, ավելի ինչ որ հարցումներ էին հրապարակում, ասում են թե նա քանի տոկոս է հավաքելու, իշխանական լրատվամիջոցը երբ որ հարցազրույց էր վերցնում Սևակ Խաչատրյանից, ասում էր, բայց ձեզ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, Սևակ Խաչատրյանն ասում էր, ոչ թե կապում են, այլ ես չեմ էլ թաքցնում, որ ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ եմ, բայց ստացվեց հետևյալը, իշխանությունները մի քարոզ են անում, որ ոչ ոք Ռոբերտ Քոչարյանին կամ նրա հետ շահկապված ուժերին չի ընտրի, բայց այդ ուժերը փաստորեն 30%-ից ավելի քվե են ստանում։ Իշխանությունը նույնիսկ վարչական ռեսուրսով, նույն Գյումրիում խնդիր ունեցավ հավաքելու գրեթե այնքան ձայն, ինչքան Սևակ Խաչատրյանը կարողացավ առանց վարչական ռեսուրսի ստանալ վաղարշապատում։ Սա իր մասով արձանագրենք։ Երկրորդը ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր դեռ չէին էլ մտել նախընտրական պայքարի մեջ, խոսքը կա առաջին հերթին Սամվել Կարապետյանի եւ նրա քաղաքական թիմի, քաղաքական ուժի մասն է, այսինքն այն երկրորդ ուժը, որը անհրաժեշտ է ընդդիմադիր հատվածում, որը կկարողանա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հետ զուգահեռ գործողություններ իրականացնել եւ իշխանություններին շատ լուրջ խնդիրներ առաջացնել, այդ երկրորդ ուժը դեռ չէր մասնակցել այս ընտրություններին, բայց մենք արդեն տեսնում ենք, որ իշխանությունը արդեն պետք է դիմի բոնուսներին, բոնուսային համակարգին, որ կարողանա վերարտադրի իր իշխանությունը։ Սա երկրորդը, երրորդը, տեսեք, քանիցս մեր տաղավարում մենք այս հարցի մասին խոսել ենք։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն ռեսուրս եւ ամբիցիա մասնակցելու ընտրություններին, բայց ռեալ, եթե վերլուծեն իրողությունները, կտեսնեն, որ իրենք նույնիսկ անցողիկ շեմը չեն կարող հաղթահարել, այս ընտրությունները ապացուցեցին, որ այս քաղաքական ուժերը ունեն գործողություններ իրականացնելու մի քանի տարբերակ։ Առաջինը գնալ խոշորացման եւ միգուցե այստեղ հենց Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, քաղաքական բևեռը, այն բևեռը լինի, որը կնպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Երկրորդ տարբերակը հետևյալն է, որ այդ քաղաքական ուժերը ընդհանրապես չմասնակցեն ընտրություններին։ Դա էլ է գործողություններ իրականացնելու տարբերակներից մեկը։ Եվ երրորդ տարբերակը, տեսեք, այս ընտրությունները ինչ ցույց տվեցին, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընդդիմությունը ուներ վերահսկողական մեխանիզմներ։ Գրեթե բոլոր ընտրատեղամասերում կային վստահված անձիկ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միգուցե այն քաղաքական ուժերը, որոնք ուզում են մասնակցել ընտրություններին, ունեն դրա ռեսուրսը, բայց չունեն հանրային աջակցություն, միգուցե իրենք այստեղ կարողանան իրենց նպաստը բերել քաղաքական փոփոխություններին, շատ պարզ, տեսեք, ընդդիմությունը հիմա արդեն կարողանում է արձանագրել խախտումները կամ կարողանում է ֆիքսել, թե որտեղ կարող է լինել խախտում, իսկ միգուցե արդեն անհրաժեշտ է անցնել երկրորդ փուլին գործողությունների, այսինքն անել ամեն ինչ, որպեսզի դու կարողանաս արդեն կանխես այդ ընտրախախտումները։ Իրողությունները իրականում այսպիսին էին, մենք փորձեցինք այստեղ ներկայացնել եւ ընդդիմության գործողությունները եւ իշխանությունների մարտավարությունը, փաստը մնում է սակայն հետեւյալում 26 թվականին Նիկոլ Փաշինյանը իր դեմքով է արդեն մասնակցել ընտրություններին, ոչ մեկի յետևում, ոչ իրենց սարիկի, իրենց արգիշտի կամ այլ քաղաքական գործիչների մեջքի ետևում չի կարող թաքնվել, մասնակցելու է բոլոր գործողություններին եւ հասարակությունը հնարավորություն է ունենալու իր նկատմամբ իր դրսևորում, իր նկատմամբ իր վերաբերմունքը դրսևորելու, ընդդիմությունն էլ միջև ընտրությունները ունի մտածելու շատ մեծ լայն դաշտ, բայց շատ քիչ ժամանակ, չափազանց կարևոր է տեղի ունեցած իրողություններից ճիշտ վերլուծություններ անել, բայց առաջին հերթին ճիշտ գնահատել սեփական ուժերը։ Հենց որ դու ճիշտ գնահատում ես քո հնարավորությունները, շատ հարցերին սկսում ես այլ կերպ նայել։ Մտածեք այդ մասին։